Մեծարգով վարչապետ, հարգելի գործընկերներ, ձեր քննարկմանն եմ ներկայացնում Հայաստանի Հանրապետության համայնքների ենթակառուցվածքների զարգացման ուղղված սուբվենցիոն ծրագրերը պետական բյուջեից 916 միլիոն դրամով համաֆինանսավորելու վերաբերյալ որոշման նախագիծը առաջարկում է համաֆինանսավորել 12 համայնքների թվով 14 ծրագիր։ Շնորհակալ եմ, պարոն Խուդացյան, հարգելի գործընկերներ, թվարկեմ նաև թե ինչ ծրագրեր ենք ֆինանսավորում։ Արարատի մարզի Մասիս խոշորացված համայնքում Մասիս, Արգավանդ, Դարակերտ, Դարբնիկ, Հայանիստ, Մարմարաշեն, Նոր Խարբեր, Ջրահովիտ բնակավայրերի փողոցների նորոգում ասֆալտապատմամբ, ընդհանուր առմամբ 9.6 կիլոմետր 53,000 քառակուսի մետր մակերեսով աշխատանքների 95%-ը արված է։ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Արևիկ բնակավայրի խմելու ջրամատակարարման ցանցի կառուցում ավարտված են աշխատանքները, կառուցվել է 17.4 կիլոմետր երկարությամբ ջրամատակարարման ցանց, ընդհանուրը 500 տնտեսությունների համար։ Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Կեչարեցու փողոցում կոյուղու եւ ջրահեռացման համակարգի կառուցում եւ Սարալանջի փողոցում կոյուղու կառուցում։ Աշխատանքները ավարտված են, 120 տնտեսության համար է կառուցված համակարգը։ Ակունք համայնքի Կոտայքի մարզի Ակունք բնակավայրի կոյուղու ցանցի կառուցում։ Կատարված է աշխատանքների առաջին փուլը, իրականացված է 7.7 կիլոմետր ջրահեռացման համակարգի կառուցում եւ տեղադրված են 200 դիտահորեր, 280 տնտեսություն հանդիսանում են ծրագրի շահառու։ Նայերի համայնքի Քասաղ բնակավայրի ճանապարհների ասֆալտապատում։ Ավարտված են աշխատանքները, ասֆալտապատված է 21 կիլոմետր ճանապարհ։ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Հացիկ բնակավայրի մանկապարտեզի տարածքում բարեկարգում ջրահեռացման համակարգի տեղադրում։ Աշխատանքները ավարտված են, 14,000 քառակուսի մետր մակերեսով տարածք է բարեկարգվել։ Մանկապարտեզի սաների թիվը 60 երեխա։ Արթիկ համայնքի Սարալանջ Նահապետավան Սարատակ բնակավայրերի ներհամայնքային ճանապարհների տուֆ քարով սալարկում։ Աշխատանքները ավարտված են, սալարկվել է 1.8 կիլոմետր երկարությամբ 7297 քառակուսի մետր մակերեսով ճանապարհ։ Արթիկ համայնքի Սարատակ եւ Պենզաշեն բնակավայրերի ճանապարհների ասֆալտապատում։ Ավարտված է, բայց գրած չի, թե ինչքան է ասֆալտապատված։ Սյունիքի մարզ, Կապան համայնքի ներքին Խոտանան բնակավայրում վարչական շենքի կառուցում եւ տարածքի բարեկարգում։ Աշխատանքները ավարտված են, իրականացվել է 90.7 քառակուսի մետր վարչական շենքի կառուցում եւ տարածքի բարեկարգում։ Քաջարան համայնքի Քաջարան բնակավայրի Գայ եւ Աբովյան փողոցների բակերի, Գետափյան եւ Խանջան փողոցների մայթերի հիմնանորոգում եւ բարեկարգում։ Ավարտված են աշխատանքները, հիմնանորոգվել է 3020 մետր մակերեսով բակային հատվածներ 854 քառակուսի մետր տարածքով։ Սիսյան համայնքի Աղետու եւ Վաղատին բնակավայրերում խմելու ջրագծերի վերանորոգում։ Դժվար է ասել ինչ վիճակ է, որովհետև չի երևում տեղեկանքում։ Կա ձեր մոտ նորմալ գրած։ Դե ուրեմն Արթիկը Սարատակ եւ Պեմզաշենը կարգավիճակը ասեք եւ Սիսյանի Աղետու Վաղատին բնակավայրերի խմելու ջրագծի վերանորոգման կարգավիճակը ասեք։ Սարատակը եւ Պեմզաշենը ավարտված են, հիմնանորոգվել է 1.82 կիլոմետր ճանապարհ, մյուս աշխատանքները կատարված աշխատանքների 90%-ը, ուրեմն կառուցվել է 13.5 կիլոմետր ջրագիծ, օրվա կարգավորիչ ջրամբար 1 հատ եւ 5 հատ ջրահավաք ավազանի կառուցում, այստեղ շահառուների թիվը 1040 է, պարոն վարչապետ։ Շատ լավ։ Վայոց ձորի մարզի Զառիթափ բնակավայրում Վայք համայնքի
մանկապարտեզ ՀՕԱԿ-ի առաջին մասնաշենքի հիմնանորոգում։ Ավարտված են աշխատանքները, հիմնանորոգվել են մանկապարտեզի առաջին մասնաշենքի 1418.5 քառակուսի մետր տարածք, սաների թիվը 150։ Տավուշի մարզի նոյեմբերյան համայնքի կարիքների համար հատուկ բազմաֆունկցիոնալ հորատիչ սարքավորման ձեռքբերում, սարքավորումը ձեռքբերված է, նոյեմբերյան համայնքի Բերթավան բնակավայրի փողոցների ասֆալտապատում կատարված է նախագծի 85%-ը, հիմնանորոգվել է 600 մետր երկարությամբ փողոց։ Այս ծրագրերն էինք ֆինանսավորում, հարգելի գործընկերներ, կան այլ դիտարկումներ, համեցեք պարոն Խուդայցյան։ Մեծարգո վարչապետ, ավելացնեմ, որ սա 2025 թվականի մեր առաջին համաֆինանսավորումն է եւ նաեւ որպես լրացուցիչ տեղեկատվություն ասեմ, որ արդեն Միջգերատեսչական հանձնաժողովը սկսել է 2025 թվականի հայտերի ուսումնասիրությունը եւ երեկվա նիստում արդեն ունենք բավական մեծ թվով հայտեր, որոնք կուղարկվեն համայնքները առաջիկայում մրցութային գործընթացներ սկսելու եւ շինաշխատանքներն հնարավորինս արագ մեկնարկելու համար։ Շնորհակալություն։ Շատ լավ, բայց ուշացել ենք մի քիչ, թե այս մեր նորմալ գրաֆիկն է։ Նորմալ աշխատանքային գրաֆիկն է, մենք նախնական հայտերը հավաքում ենք արդեն տարվա տարեվերջին եւ նոր տարվա մեկնարկից հետո սկսում ենք հայտերի վերջնական հայտերի, որոնց մեջ նաեւ նախագծային փաթեթները արդեն կան, այդ հայտերի ուսումնասիրությունը եւ երեկվա նիստում մի քանի տասնյակ այդպիսի արդեն հայտեր ունենք։ Դե հիմա արդեն եղանակները բացվեց, նախորդ տարվա կիսատ եւ շարունակվող ծրագրերը հույս ունեմ արդեն վերսկսվում են աշխատանքները, այնտեղ որտեղ աշխատանքները վերսկսելու հնարավորություն կա։ Շինարարական օբյեկտների մեծ մասում, որոնք ուրեմն փակ շինարարական օբյեկտներ են, մանկապարտեզներ եւ այլն, շինաշխատանքները ձմեռվա ընթացքում էլ հնարավորինս իրականացվել են, իսկ դաշտում աշխատանքները ասֆալտապատման մասով արդեն ունենք համայնքներ, որտեղ նույնիսկ ասֆալտապատման վերին շերտի տեղադրման աշխատանքներն իրականացում այս օրերին, եղանակը մինչև 20 աստիճան թույլ է տալիս այդպիսի աշխատանքներ իրականացնել։ Շատ լավ, շնորհակալ եմ, կան այլ դիտարկումներ, հարցեր չկան։